Հայաստղեր հաղորդաշարը Radio Stars-ին։ Հինգ, չորս, երեք, երկու, մեկ։ Եկեք սիրելիներ, լսենք, թիդենք և վայելենք Հայաստղեր հաղորդաշարը Radio Stars-ին։ Ահավասիկ ժամը հասած է վերը սկսելու Հայաստղեր հաղորդաշարը։ Աստծո հրամանով բացակայեցա եւ Աստծո հրամանով վերադարձա։ Ես Ստեյսի Ավետիքյան Արաբյանն եմ եւ ահավասիկ դարձյալ եկած ձեր բոլորին դուներ այցելելու ներկայացնելով Հայաստղեր հաղորդաշարը։ Բարի եկացեք սիրելի հայեր, աշխարհի 4 կողմի հայեր, կփավե թե հայ եք, կարևոր չէ որ մեկ երկեր որ կապրիկ։ Այսօր երկուշաբթի հունիս 29 2026-ն է եւ շաբթվա առաջին օրն է։ Եկեք ժպիտով, հույսով եւ ուրախությամբ սկսենք այս շաբաթը։ Արդեն ծանոթությունը տեղադրված է Radio Stars-ի Facebook-ի էջին վրա եւ իմացաք թե այսօր կվերսկսի Հայաստղերը հadouk ծևով, որովհետև այսօր պիտի ունենամ երկու կարևոր անձնավորություններ։ Առաջինը Դիարջո Բաղդասարյան, այնինչ որս եմ իր մասին քիչ է, որովհետև այսպես հեզ անցմը փնտրելը այսօրերուն դժվար է եւ չի գա։ Հարկանքներս Դիարջո Բաղդասարյանին։ Եվ այսօրը մեր հանդիպուն պատճառը եւ առիթն է, որովհետեւ խոսենք Սիրո երկերու լավակույնը, թագավորը Պոլ Բաղդասարյանի հիշադակներու մասին։ Եվ արդեն դիտեցիք տեսանյութ որ տեղադրված է Ստեյսի Ավետիքյան Արաբյանի YouTube ալիքի վրա։ Վստահ եմ բոլոր դալվիդիկիսվիկ, այն որքան որ կրնակիսվեցեք, որ բոլորը չիտեն, իմանան եւ լսեն կարգ մտեղեկություններ, որ դեղյակ չէին։ Երկրորդ հյուրը մեր տաղանդավոր եւ սիրված երգիչ Ռազմիկ Խանջյանն է, որ Լոս Անջելեսի ժամով 1:40 պիտի միանա եւ ունենք շատ խոսելիքներ եւ առաջին անգամ լալով պիտի լսեք եւ չիտեք իր նոր երգը բոլորովին տարբեր խորագրով։ Տեսանյութին պրեմիերան է, այսինքն առաջին անգամ լալով մեր Radio Stars-ն պիտի չիտեք։ Ուրեմն մեր ժամանակը ավելի լավ շահելու համար եկեք լսենք մեր այսօրվա հաղորդաշարին առաջին երգը Պոլ Բաղդասարյանի հիշատակներ խորագրով երգը։ Իմիջայլոց դուք ազատացկացեք դիստելու, փաշնելու, դարածելու հայտակիրը, որովհետեւ բոլորը հետևին Դիարջո Բաղդասարյանի հարցազրույցին, որ 35 վայրկյան տևողությամբ է։ Անստինք առաջին երգին պիտի բացակայեմ ինչպես գարշ թաթարմը եւ պիտի միանամ հարկարժան հյուրիս հետը։ Չի հեռանաք։ Գնացեք Radio Stars։ Շատակներ սերս երկեն քեզ համար Շատակներ որ այս գիշեր Զիսլալու չապ շատ կեշ գոհուսեն
Սիրո փույրով կարմիր մոմը որ վարեցի ես քեզ համար անդունաններ եմ թարսել օրս կյանքս տապարել եմ քեզ համար մոմի լույսով քո երասը ես կփնտրեմ արի մոտ սիրելիս արի համբուր եմ քո համար շուրթերը իմ մաշտելիս ամուր գրկած կեզ իմ գարցքին սեղմելով համբուրներով կյանքս կեզի ուրբանին արի իմ մոտ սիրելիս արի համբուր եմ քո համար շուրթերը իմ մաշտելիս ամուր գրկած կեզ իմ գարցքին սեղմելով Սեր երկելով կյանքս քեզի ուրբանին Գարցքին սեղմելով Սեր երկելով կյանքս քեզի ուրբանին Երանի դեգադենա Մորանամ իմ սրտի քարքի միջի Լացուղիշ թե կարենամ մեր սիրո պատմությունա Հիշատակներ սերս երկեմ քեզ համար Ախ, հիշատակներ, բոլորս ունենք հիշատակներ, որ կմնան միշտ մեր մտքի մեջ դպավորված։ Սիրելի ունգընտիրներ եւ Radio Stars-ի դիտորդներ։ Այսօր հadouk հարկանքով եւ խոր զգացումով գհիշենք հայկական երկարվեստի սիրված թեմքերեն մեկը Փոլ Բաղդասարյանը անոր մահվան 15-րդ դարելիցին առիթով Թեև դարիներ անցած են անոր մեկնումեն ի վեր, Փոլ Բաղդասարյանի ցայնը դագավին գշարունակե ապրիլ հազարավոր հայորդիներու սրդերուն մեջ։ Իր երկերով անսեր, գարոտ, հույս եւ ասկային ոգի փոխանցեց սերունդներու, դառնալով հայկական երաժշտության հիշարժան եւ անչնչելի անուններեն մեկը։ Իր քաղցրահունչ երկերով, ըսկացումներով լի մեկնաբանությամբ եւ հայ երկին հանդեպ ունեցած նվիրումով ան հadouk դեղ գրավեց հայ ժողովրդի սրդերուն մեջ։ Այս հիշատակի օրը առիթ մնե վերարժևորելու անոր արվեստական հարուստ ժառանգությունը եւ երախտագիտությամբ խոնարհելու այն մարդուն հիշատակին առջև, որ իր անգրկնելի ցայնով ու հոգեթով երկերով ուրախացուց եւ հուզեց համայն աշխարհի հայությունը նույն ժամանակ։ Թողանոր հիշատակը միշտ օրհնությամբ մնա, իսկ երկերը շարունակեն ապրիլ մեր բոլորին սրդերում մեջ եւ փոխանցվել քալիք նոր սերունդներուն։ Հավետ հիշադակ Փոլ Բաղդասարյան, հավերժ հիշադակ եւ խաղաղություն Փոլ Բաղդասարյանի հոգեին։ Փոլ Բաղդասարյանի մահվան 15-րդ տարելիցին հիշադակին առիթով սիրելիներ այսօր մեր հյուրն է
իր սիրելի եղբայրը Դիար Ջո Բաղդասարյանը այսօր պարոն Ջոն պիտի խոսի գարկ մհուշերում մասին, որ դպավորած է իր մտքին եւ սրդի մեջ հանգիստ նստելով եւ պիտի գեսվի մեր հետը։ Պարոն Բաղդասարյան, շնորհակալ եմ դարձյալ երրորդ անգամը լալով իմ հրավերս ընդունելու համար եւ բարի եկածեք Հայ Աստղեր հաղորդաշարեն ներս։ Հարիգեսոր բոլոր աշխարհին, բոլոր աշխարհի հայության ուր որեք միշտ հիշեցեք եղբայրս, այսօր մենք միասին ենք, քանի որ եղբորս 15-րդ դարելիցն է։ Դժվար բան է, բայց հիշադակը միշտ զարմանալի բան է, որ քեզի գաբրեցնե ամեն վարգյան քու կյանքիդ մեջը վերադառնալով 20, 30, 40 տարի հետև։ Այո։ Գործընթացինք ոչ թե ատամանտ կամ ոսկի կամ որևէ մեկ բան, չգործվելիք անցմը, հոգիմը, կյանքը, ապրեցավ իր կյանքը հայության համար, սիրեց հայությունը, հարգեց հայությունը եւ միշտ կսեր, ապրեցեք, միացեք, եղեք մեկ ժողովուրդ, իրարու միշտ հարգելով, սիրելով, բարձրացուցեք եւ ուղղակի կբարձրանաք։ Մի մոռանաք բոլին խոսքերը։ Բոլի հիանալի երդասարտեր, այսօր մեր հետ չէ, սակայն վստահ եմ, որ մեր հոգիներ իրար հետ կխոսի։ Անպայման, ատմեկեն ես վստահ եմ, ինք միշտ կսեր բարահանտեսներու ընթացքին կամ երբ պիտի ավարտեր հայորդիկով, կսեր եկեք հոմենուտմենի նշանապանը հիշենք եւ կործածենք բարձրացիր բարձրացուր եւ այդպես ալ պիտի շարունակվի եւ YouTube ալիքի վրա արդեն որ դեսանյութը դեղատրվեցավ իր խոսքերեն որ ասած էր թե երբ ասե հայ է ասեք իմ հայր եղբայրս է հայ քույրս է զարդողություն բնավ չունենանք Դարձյալ շնորհակալ եմ իմ հրավերս ընդունելու համար եթե պիտի հարցնեմ ցեսի պարոն Ջո Բաղդասարյան ինչ զգացումներ կհառաջանան ձեր մեջ երբ այսօր կնշենք Փոլ Բաղդասարյանի մահվան 15-րդ տարելիցը Թե ուրախանալի, թե դխրելիք։ Ուրախանալի է, քանի որ ամեն աշխարհի ինձ մտիկ կնեգորիմա լսելով եղբորս կյանքի մասին։ Ասիկա հիանալի բան է ինձի համար, իմ հոգիս համար։ Ես եղբայր չգործընթացի, հայությունը եղբայր գործընթաց։ Երանի մեր հետ հալար միշտ։ Ամեն վարյան այդ խոսքը կշարունակեմ եւ գսեմ ամենում, որ կփնտրեմ իրեն։ Բեք չէ ատկանգանող բադահեր ինչ-որ բադահեցավ, սագայն փոլը ապրեցավ կյանքը, որ շատ բացարիք էր, շատեր գուքան գաբրին գերտան 80, 90, 100 տարեկան գլան, իրենց երթալեն մեջ ասաշխարքեն, այո գհիշենք, այո միշտ կմտածենք, բայց սագայն փոլին բես մեկը չեն կրնար ունենալ, ես վստահ եմ, որ մեր բոլոր հայ երդասարտությունը պիտի իշե երեն եկող գնամսել 100 տարիներ ունեն։ Անանք անցմներ, որ գմտներ քո սիրտիդ մեջ գխոսել քեզի գխնդացներ, գբարեցներ եւ գլացներ այդ գեջ ժամվա կամ մեկ ժամվա միջոցի մեջ։ Ամեն եկվարյան գհիշեմ իրեն կյանքը։ Ամեն վարյան գհիշեմ այդ անուշ օրերը, որ միասին նստած էինք։ Երբեք չեմ մոռանալ օրը եւ որ իր զավակին եւ իմ զավակիս բրտեի գտոնեինք որ քեյքը արավ եւ եկավ ամեն երեսից զարգավ ասոնք ամեն գաբրիկեզի հետ չի հերանալ քեզ մե շատ բաներ ունի մսելիք սակայն կսպասեմ որ տոնալ ուրիշ հարցումներ հարցնես ինձ որ գնամ քեզի պատասխանեմ ամեն ինչ Հաջելի է այդ հիշադակները բոլորը վերհիշել բարոն Բաղդասարյան բայց գուզեի ցեզ մեկ իտնալ հաջիկ թե վստահ թեփքեր կան թե այսպես դարբեր դեղ գցքեն որևէ մեկ ժամանակ ասենք թե 10 թեփքեր կան բայց այդ երկուքը դարբեր առանձնահատուկ դեղ կգրավեն մեր սրտերում մեջ որ մեկ թեփքը կամ եթե մեկը ավելի է այսօր առանձնահատուկ դեղ կգրավեն ձեր սրտի մեջ եւ գուզեք բաժնել մեր այսօրվա հետևորդներուն հետը Հյուրին է եւ դժվար է պատասխանել այդ հարցումին, բայց պետք է իրականությունը խոսիմ։
մեր կյանքը գնամսել որ մոտյում է եղավ որ տելևիզիոնեն գնստից մուվի գտիդես որ բամը գնես անանք ես հագարակ որ շատ եղած է միշտ private person գսեն չեմ ուզեր ամեն ինձ ինչ որ բադահազ է բամեմ աշխարհին գամսեմ այո աստեղը բամը գա որ իմ եւ եղբորս միջև շատ չեմ խոսած բայց ասեմ ցեզ իրականությունը ինչ որ իմ սիրտիս մեջ է միշտ Ստև գեդե հանցավորը ես կսկամ ես ինձի քանի որ փոլը երբ որ իր դիգինեն բաժնվեցավն է անիեն յա ես քիչ մը ներվեցա եւ չղայնացա փոլեն իրականությունը գուզեսնե եւ անակ մի եղավ որ բաժնվեցան իրարն է որոշ ժամանակ մը չես սկար որ սխալ փամն է երազը ժամանակը քեզի գաբրեցն է ինչ որ պիտի ըլլա անին հիվանդացավ ավելի դժվարացավ ինձ ինչ որ գլար գորնե կյանքից մեջ այո իմ դիգինս իրեն քույրիկն է որ գաբրենք ամեն միշտ միասին անին ցերքենին է դիգնոջը քույրն է այո այո so ավելի դժվարությունները շատ էր ինձի համար բայց միշտ կոմը եղբայրս էր եւ եղբայրս Մինակ իմ եղբայրս չէր, 1000 մարդիկներու եղբայրներ ամեն նալ գխոսեին իրեն մասին, որ ինչ գլագոր գամ, ինչու գլագոր ասի գա, սիրտից մեջ միշտ նեղություն մը գար։ Նստեցանք մի քանի անգամ միասին առաջ փորձեցի ես, որ ես եւ ինքը խոսենք եւ աս հարցը ավելի մաքուր ցևով վերջացնենք կամ վերջանա։ Ես ասած եմ իրեն, թուն եթե բիդի դիվորսլաս կամ բիդի բաժնվիս ես քեզ երբեք պրոբլեմ չունիմ եթե կնորավիլ դու կյանքդ անցինեդը ես իրավունք չունիմ քեզ ստիպելու ասում ամենը սած եմ իրեն բայց սակայն երկու զավակը անդեղը ասում միշտ բեկե հիսկա հիանալի բաբա ըլլաս եւ միշտ նայիս իրենց եւ դիգինի դանույն բես նայիս սակայն ամփոփտության մեջ գա որ փոլը երկիչ էր փոլը Ես չէի գամուրիշտից պես բարձ մարդը չէր փոլը ամեն օր մեկ երկիր գերտար իրեն կյանքը կփոխվեր ինքը կմոռնար passively ինչ կլարգոր յետևին ներուն գամ իրենց անոնք անդիր ինչպես կչարչարվին որ ասոնք ինձ նեղություն գուդար ամեն օր so դեռ հերացանք ադիգա իմ սիրտիս մեջ ամենամեծ սավն է միջև այսօր որ ինչու եղավ ասի ինձի եւ ինչու ինքը մեզ մե բաժնվեցավ Գարչ ժամանակը մինակ միասին եղա իրեն կյանքին վերջին օրերում բեք չի անանգլար ասիկա միշտ սիրտիս մեջ նեղություն է հանցավոր գսկամ հանցավոր գսեի իրեն համար սակայն ինքը մերեդը չի այսօր ներված է մորցված է ասված իրեն հոգին դուսավոր է միշտ եւ աղաչեմ փոլոր հայ ժողովուրդեն, հայ դիգիններեն, ամուսիններեն, որ շատ ու շատ յուն ուլան և որ զավակներ գախնդիրի մեջը, պաժանումը գրնա շատ մակուր ծևով լար, ամերիկացիները գգրվին, գպաժնվին, անգևեջ ետ ընգեր գտարնան, իրարդու կետան գուքան, մենք անիգա չունեինք, մենք չարչարվեցանք եղող 12 դարին, անիմ մահանալեն վերջի իվն ավելի սոսկալի եղավ, ինչ որ բադահեցավն է, ինձի համար ընտանիքից համար։ Վստահ։ Դժվար է։ Ուրեմն ամուսնալուծումը պարոն Չո, դիվորսը որ գխոսենք, պատճառ դարձավ թե երկու եղբոր մեկ ջեղք մփացվի։ Այո։ Լավ, փորձեցիք դուք այդ ժամանակի ընթացքին դարձյալ կապի մեջ մնալ, ցևով լուծումը գտնել, որբեսի այդ նեղությունը կամ այդ ջեղքը որ փածվեցավ երկու եղբոր մեջ, իդ միանակ փորձ մըրիկ կամ արիթը չի դվիկ փոլին։ Եթե ասեմ չրի նոսխալ եմ, բայց եթե ասեմ ըրի չափավոր չրի, որ գրնայի անցնաբես երտալ, գրնայի ավելի, փոխանակ այս ինչին կամ այն ինչին ասելու, որ եղբայրս այն մեզ եմ, գործընտրեմ, չեմ դեսներ գոր իրեն, գծավիմ գոր, ասոնք չես կնար ամենում բաղմել, մեջդ կբաղմը, և ուժը չունեցա այն ադեն, որ երտամ և իրեն ասեմ, որ եգուր եղբայրս, ասինչ որ եղավ, վերջանանք այլև սասկեց։ Եկ որ երկրորդ դիգինեմ պաժնվեցավն է, այդ դիգինը որ անին ադեն իպր սիրահարված էին,
հոստերը բզիկ փամը բիդեսեմ պոինտը որ ասիգա ամեն աշխարհը գիտնա at դիգինը այնօր ես վիդեո մրի կնեի գորնե լրիվ ամեն ինչը լսեցի որ ինքը Փոլին գճաշնար 1983-ին 1983-ին Փոլը հիանալի կյանք ուներ Լոս Անջելես իր ընտանիքին հետ իր նորածին զավակին հետ եւ I don't think Փոլը ովև մեգում գնայր կամ գներ այնադեն Փոլը ավելի որ բարձրացավ եւ շատացավ իրեն անունը եւ իվենտները մեծան եղան սկսավ ավելի մարտիկներու դեսնել անել սոան բայց ես վստահ եմ որ ատլիգինը Փոլին 1995-ին վերջը ծանոթացավ ավելի մոդի քանի որ Փոլը սկսեցավ Ֆրանսիա երթալու ավելի միշտ even անդերը բարահանտես չուներ adեն հոնգ գարտլսենք որ հոն է Բայց գիտեք բարոն Ջո, Տիկին Ծաղիկը բացատրեց, թե այո, այդ թվականին ծանոթացան եւ միայն կորցող, որովհետեւ ինք երկի բարեր արդեն գքրեր, այսինքն ինքը ատաղանդ ուներ։ Ուրեմն իրենց հարաբերությունը միայն կորցով էր եւ ոչ այլ դարբեր սիրային հարաբերություններ։ Տիկին Ծաղիկը այդպես բացատրեց տեսանյութի մեջ, որ արդեն դեղատրված է, այսինքն կասկած ունեք այդ խոսքին, այդ մեկը կհասկանամ ցես մեկ կամ ճիշտ ինչ է ցեր խաղապարը կամ նամակը որ գուզեք հասցնել Իմ իշուս 83-ին 95-ը չէ երբեք կորց աշխատեի միասին կամ ինքը երկը քրեր կամ so on whatever ինչ որ գլարն է no problem 95-ի adեն Փոլին կյանքին ամենազարմանալի ժամանակն էր 95-ին adենները կամ ավելի մի քանի տարի առաջ ատլիգինին անունը մեր դունի մեջ լսված է անին գոմեն մեզի որ Փոլը ասանք փամը գլագոր միշտ on երթագոր կամ գուկագոր կամ գնեգոր so ուրեմն անին ինքը գսեգոր որ դիգինը ես ինք Փոլը divorce ըլլալեն վերջը ավելի միացա մոդեցա իրեն շատ սխալ էր արիգա իրենք իրարու հետ already կյանք ունեին եւ մենք վստահորեն 100% լուրջ ունեինք adիգա սխալ է հիմա անին ես մի ավելի գսկար անին անանքիստ եղավ Անանկստությունը կամ հիվանդությունը միշտ թե միտքեն գուկա թե սիրտեն գուկա եթե մեկը չարչարվի որ ամեն օր հետավանքը քիչ մեն լավ չի գնարել եւ եկավ անիի բարակային անին 2001-ին մահացավ ինքը այն adեն Փոլին հետ ամուսնացած էր ուրեմն իրենք 1983-ի խոստող չլա 90-ին մեջ սկիզբել մինչև Փոլին վստահորեն դիվորսի եղած adենը անգևերջը սկսան իրարու հետ կյանք ապրին որ ազատ է ես երբեք թեմ չեմ այն անձը որ դիվորս կլա եւ գերտավորին հետ գամշանա ունի կյանքը պիտի շարունակվի անպայման իրան կյանքը ունի Անիշ որ դուք կպատասխանեք վստահ կհարկեմ ձեր պատասխանը եւ ձեր իրավունքն է դուք բացատրեք եթե դիգին Ծաղիկն ագուզե արիթը բացատրելու մեծ սիրով ռադիո ստարզի թռները բացեն բոլորին համար լավ խոսեցանք երկու լավ մարդոց մասին խոսեցանք զույգի մասին որ այսօր անտիաշխարհ կացած են եւ ունեիք ստելիք նախքան Փոլը աչքերը փակե եւ անին աչքերը փակե Կամերային եթե պիտի նայիք, մորնանք թե այսօր հարցազրույցի ենք և ստեյսին չի կա։ Կամերային նայեցեք, երկուքին շատ կարճ հաջիկ խոսք մը ուղեցեք։ Ասիգա ես հիվանդանոցն է անին մահվան բարականերեն առաջ, անին միշտ ինձի գսեր, որ Փոլին շատ կսիրեր։ Եվ Փոլը անին մահացավ Փոլին սիրով։ Ասիգա մեկ, երկրորդ, եվ որ եղբայրս ամենածանր օրերն էր և ես կովն է, ես և ինքը գնստեինք խոսեինք, ինձի քանի անգամ ասած էր, Ջո, գներես որ ասի եղավ, ասանք մեկ չէ ըլլայինք մենք, ես անիին կսիրեի և գբաշտեի, ինքնա չեր գիտեր ինչու եղավ, ասոնք իմ սիրտիս մեջը միշտ կեդեն, իմ եղբայրս աշխարհքեն հեռացավն է, շատ լավ գիտեր որ ինքը գմերներ որ շատ լավ գիտեր որ ինքը սխալներ դարձել եւ ինձ խոսեցավ անոնց մասին ես հիմա publicly ժողովրդին ամեն ինչ պետք չէ ասեմ այդ մեկը գմնա քախնիկ երկու եղբոր մեջ իմ հարցումս հետեւյալն էր եթե նախատասություն մկա պիտի ասեիք եւ չի հասակ արդեն աչքերը փակեցին Փոլը եւ անին
Կամերային նայելով հետերնին խոսեցեք հաճիկ, ինձի մորցեք, դու գսեգորնակ անի եւ այլն այսպես, փոլ, այսպես, ինչ որ ունեիք չհասակ ասելու, ինչպես կարտահայտվիք։ Անի տուն հիանալի գյանք ունեիր մինչև այսօր, մենք ոստեղ այս վարգյան իրարու հետ խոսինք, որ քեզի ասեմ, Երանի տունաչկերը չկոցեիր կամ չկոցես եւ ըլլաս ասկե 25 տարի վեճ դեսնես կուզավակները դերդասարդ եւ ամուսնացնես իրենք եւ մենք ամեն ինչ միասին հիանալի կյանք գնանք ունենալ իմ սիրտս միտքս ամեն ինչս աներ որ չգործընծնենք անիին Իսկ Պոլին գսեմ որ ես շատ հանցավոր կամ սխալ գտնվեցա ես Պոլին թիմած քանի որ ես Պոլին almost 10 տարի չիցկեցի որ ինքը մեր կյանքի մեջ մտնա adică իմ սրտից ցավ է եւ միշտ եղավ եւ իրենսի ես որ ես ալ հանցավոր եմ դու ալ հանցավոր ես եղբայրս ինձ դարձավ որ կնա ինձ սավ բանեն as Գլանդելի մեջի բեյքրիեն մեքանիատ պամպերսավ աբրաններ պերեսավ իմանո մասի մի խոչեսավ կասի արի աբրանները ետ տարսա դունսի որ ներեցիր ինձի ինչ որուսին է կեզի եղբարս սավ մենք պրաբլմ չունեինք սավ ես սի որ հանցավոր էի գներես ինձի ինքնատարսավ ինձի պատտվեցավ և սավ որ թուն ինձի ներեք թու մեծ եղբայրս ես Գերնամը սել որ թերմիչև այսօր Գաբրին միշտ կսեմ ես ինձի որ ինչու ատ մեկ բանը չգրծապոխել որ միշտ իրեն հարկեի և մոդիկ բահեի even ինքը մեզ մի հերացած էր և ուրիշ դիգեն ուներ կամ ուրիշ զավակ ունեցավ whatever բայց ես ալ մարդ եմ ես ալ ուրիշի բես կշնչեմ Բոլորս ալ սխալական է, գանտ մեկը պատահական է Ինչուն միշտ հավանաբար ուշ է, որովհետև պատասխանները գտնելու համար ժամանակ կուզեի այդ վերհիշելու համար մենք պիտի վերհիշենք լավ թեփքերը բարոնչո նամանավանդ Փոլ Բաղդասյան որ այսօր բոլոր բարահամտեսներուն ովևէ մեկ ժամանակ որ ներկա կլար միշտ իր շնորհակալական խոսքը գուղեր այդ անձերում որ իրեն նեցուկ կանգնած են այդ անձերը մեկն է Հրայր Զաքարյանը որ բարահամտեսներ կազմակերպելով Փոլը մի քանի անգամներ այսպես փեմ փարսանալով Հրայր Զաքարյանի մասին խոսեցավ եւ այսօր Հրայր Զաքարյանը պատրաստ է իր վկայությունը փոխանցելու համար Հրայր Զաքարյան բարի կեսօր Բարի կեսօր ինչպես եք Մենք միշտ լավ ենք իսկ դուք Արգերոջ լավ շատ ուրախ եմ որ բարոն ջո կգտնվի ձեր հայդակրի մեջ միասին խոսելու և բադմելու Փոլ Բադանյանի կյանքը ես Փոլ Բադանյանին հետը դարիներ անցուցած եմ ուրեմն իրեն հետ բավական բարանտեսներ դված եմ քոնե դարին մեկ անգամ երկու անգամ բարանտեսներ դված եմ և եղած է շատ մտերիմ ընկերս և բարեկամս եղբորպես էինք երբ որ ինքը նույն ջրից գուկար Ատեմ բարանտեսին մի քանի օր առաջ գուկար եղբորս հետ շատ մոդեր վիկենի որ իրեն հետ դրամ գնվակեր և բզիկ եղբարս մեհերը մինչև իրեն նիոք կդաներ գբլիցներ և այդպեսով որեր անցուցինք Փոլը ադանք անում մծկեց որաս աշխարհի վրա մեր այության մեջ որ մեկ բիգի չգրնա ադանք անուն ցկել Իսկապես Իսկ կալով Փոլին միան հաջիկ վարգյամը դվեք որպեսի մեր հետևողները լսեն թե ինչ ըսած էր փեմին վրա ծեր մասին միասին լսենք ես դուք եւ բարոն ջո ինչպես նաեւ բոլոր մեր հետևողները Շնորհակալություն բոլոր տարբերի հետեկած
պետք է ասեմ հրային, մեջիքսյան թորուրային, շնորհակալություն եղբայրական, որովհետև կոնե հրային պատճառով տարի 2 տարի մեկ անգամ ջրզիվ ու կամ իմ սիրած ժողովուրդս, իմ գեղեցիկ ժողովուրդս, որ իրական շատ կսիրեմ, ուզեմ երկել ձեր արջել միշտ, բայց սագա, նորեն գսեմ, ամենը մեկ շնորհակալությունը գերելի հրային, որովհետև զարմանալիորեն իմ պաշտազս միություններս, դպրոցներս, հոմենտներս, մեկը բան նորած չունի, մեկը բան նորած չունի, լավ, հիմա հրայինին արդեն շատ կսիրեմ հայկական ետ տարածելու կողովի բերելու միջոց անգերց, ձեզի բոլորին գործելու հաջողություն կմաղբեր, մի անգաղաչեմ ձեզի, որ քիչիկ մեր ասկային հարցերում ուշադրություն դարձնեք, մեր նոր սերունդներում, երիտասարդներում հայերը ես սիրեցնեք, հայերը ես տարածեք, մի անգորի երկի չէ, որը մեկ հայ երկիչի երկը, սիրեցեք, լսեցեք, մեր զավակները մի քանի տարիներ ձեզի գսեմ, որ դժվարով մեզի սիրցնեի, դժվարով հայլեզուն սորվեցնեի, ամպես որ հրայր գրկին շնորհակալություն, Ահա Վասիկ լսեցինք Պոլին խոսքը, որ Հրայր Զաքարյանին շնորհակալություն կհայտնի։ Ինչ հիշեցուց սույն ցայնակրությունը Հրայր։ Ուրեմն երբեք Պոլ Բադենյանը իմ մտքից այսինքն չեմ գնար մոռանալ իրեն։ Որովհետև իրեն գադակները, իրեն չայնությունը ադանք բաներ գներ, որ կխենթացներ ինձ, anyway, ես ալ իրեն կսեի, որ Պոլ ասան գրե, ադան գրե, ինձի գսեր, իր խոսքերով, հրայր ինձի տուն խալբի բիտնես մը գսեր ինձի։ Գսեի, Պոլ գսեին է, եպր բարանտեսին բինի մդնեսն է գսեմ, որ ես կեզի բիդի հրավիրեմ և բիդի կաս։ Կուկարինքը գմտներ ձայրեն ասան մի քանի բարեկամներ կոբերի գնսեր, երթայի գսեի, Պոլ, պլիս դուրս էլիր, ասին բաշտոնական տողըլլա, ակսևով սկսավ կալել։ Եվ ինչ բարձր։ Սկսավ վարգը գենար սենյագը, և ինքը շատ ընգերային էր, ժողովուրդին գսիր էր, և ժողովուրդն ալ իրեն վրա գխենտանային գավադակ, որ ես բարանտես մդվի, 350 հոգի սրահալեցված է, և 350-400 հոգի Թուրքիա գեցեր է, ուրեմն Բոստոնեն եկած են, Ֆիլադելֆիայեն եկած են, Վաշինգտոնեն եկած են, գսեմ գոր դեղ չի գա գսեմ գոր, մեկը կա դերեն գբորով, հրակուրխուտ վրա բիդին ստեմ ես, ացևով գմոդենային, Պոլը շատ սիդվար, և միևնույն ժամանակ բուզեմսել, որ հիմա գվայ երկիչները Պոլին երկերով մեջտեղ գուքանգոր, որ մեկ հարսանիքին, որ մեկ պրոգրամներում մեջ լան է, Պոլին երկեր բիդի երկեն։ Ես գիտեմ, որ մի քանի երկիչներ կան, որ Լիբանան գուքային, ես Լիբանան շատ գերտամ, Երևան շատ գերտամ, ուրեմն իրենց բարահանտեսներուն առաջին երկը Պոլ Բադանյանի երկով գսկսեին, որով իրեն երկերը խենտանալիք էր, դե իրեն սլո երկերը և դե իրեն արակ երկերը։ Անգամ մնալ ուրեմն, ասմատմությունները կբատեն, ուրեմն անգամը միասին, ինքը շատ Chinese, Japanese գերագորներ գսիր էր։ Ուրեմն միասին կացեր էինք, գերանք խմեցինք, դուրս երանք, ուրեմն դիցք մագարի բադրաստեր, օրինակը կովներ դագամին չեր ծանը սպրված, չեր բադրաստված, երկը նվակեց, գիտեք, որ մենք հայերս գամ ոյը մեկ ասկ, ուրիշ երկիչներու գամ ուրիշ լեզվով, հունարեններու երկերեն, գարնեն մեկ երկմը, հայրենով երկեն, որ ասի սխալ պամը չէ ինձի համար։ Երկը ուրեմն, երկը նվակեց, Հոլեսի ասի Մանոլիս Անգունապոլոսին սի երկն է, լատունը սա պամը սա ամեն պանքի դես և գպարե սա աբան կոցեց ավենզի, ուրեմն ասի ուրպատորը գլա գոր շապատորը բարանտեսն է, պեմի էլավ, սավ որ գիտեք որ սավ հրայրը սավ իմ երկերս չի սիրերը սավ, հրայրը ինձի կսիրե, արդեն ես սավ սիրվելիք դեղ չունիմ սավ, Լան Պոլեսի ասիչ բադմություն հանեցիր, ասանք խոսքեր ուներ, բայց խենտացներ ինձի։ Շատ բարզ էր։ Բայց շատ, ինքը ագա էր, ագա, բարզ էր։ Այո։ Շատ բարզ էր։
Իսկ այսօր որ բարոն Ջո Բաղդասարյանը մեր հետն է, ինչ խոսքեր ունի հրայր իրեն ասելիք։ Ուրեմն բարոն Ջոյը զանոթացա մեկ երկու անգամ եւ նկարվեցանք միասին գարետու գնդի չքիշեր սեղանին վրա են ցեզի սիվոր գուզեմ ցերեդ նկարվել եւ միևնույն ժամանակ բարանտես մտավ Պոլ Ջունիորը միասին են գնդի հրավիրեց ինչ կրվածեր Հava Barantes ավագդիր Barantes մակացիվով հավի անունով ներկա գտնվեցա եւ միևնույն ժամանակ ես իրեն թաղումին եկա ներկա գտնվեցա որովհետեւ ինձ ցավ գբաջեր սրդիս դե չկայինի եկա թաղմանալ եկա հոկեջաշինալ եկա Դուք ինչ պատասխանելիք ունիք Հրայր Զաքարյանին Արդյոք ինձ գիշե Այո գիշե Եվ քրոջը տալի ձանոթի նկարվեցանք միասին, հետո իր թուստրին հետ միասին գխոսեինք ժամանակի, բայց դարիներ վերջքերես ամեն մարդ գործով սպաղված գլասանք, բայց շատ մոտ էի։ Հրայր լսենք արդյոք բարոն Ջո Բաղդասարյանը ինչ պատասխանելիք ունի ձեր բատմած հիշադակներում մասին։ Հրայր, եթե ցեզիվես մարտիկ չլար Պոլին յետևը, Պոլի երբեք չեր գնար Պոլը ըլլար, ծեր աշխատանքով, ծեր օգնությամբ, ծեր համեստությամբ, անգեղնությամբ և տունից լավս ես, Պոլը ագա էր, Պոլը ամենուն եղբայր գսեր, ագան եղբայր է, տուն իրեն եղբայրն է իրայնադեն, իմ գոմեց կեզի շատ շնորհակալություն, even մենք իրարուն շատ չենք տեսներ, սակայն կհիշեմ, երբեք չեմ մոռնար, so thank you նորեն կեզի, որ ինչ որ ուրադեցեք որս համար, հիշադակները միշտ մեր հետն է, Շատ լավ որ այսիչի հիշեցի, մյուսը հիշեցի ամեն, ասոնք լավ բաներ են, այսօր դխուր օր չէ մեզ համար, այսօր ուրախոր է մենք կաբրինք որ Պոլին գյանքը, Պոլին ինչ որ ինքը քեզի հետ բահած է, ինձի հետ բահած է կամ դված է, այդ հիշադակները ամեն աշխարհը գլսեք որ։ Իսկապես, Աստված հոգին լուսավոր է, երկրորդ Պոլը մենք այս գյանքի մեջ պիտի չունենանք Մարդիկ կփորձեն իրենց ցայնը գեղձել գամսել փորձել իրենց ցայնին պես երբեք պիտի չգրնան Մեկ հատի է ավաղ որ գործուցին իրեն պետք ունեինք թեր իրեն անշուշտ Այո ինքը անցին պանչերով չնայեցավ իր անցին վերջանկամ եկած էր Նյու Ջերսի որ Բարանտեսի չեր Հալիբեն եկած էր Նորեն միասին կացին գերանք խմեցինք և եսի պոլիսի բարանտես հրայրը սվալ չեմ գրնարսավ ինձի ասանք փորը պացավ ասան քիծ մգար ասան կարդես է կորտուղություն եղազեր չեմ պիտեր ինջեր ասավ նայրսավ և վերջի անգամ արդեն երկեց երկ մգարդեմ Մոնտրեալ էր ուրեր ասավ և at պարը կորդատետ ասավ ասկից վերջ ասավ որ գսեն այսինքն չիլ դարա չեմ գրն այո ասավ Եվ բարոն Ջո գուզեմ ասել որ ես իրեն վերջի երկու երկերը որ ինքը դակավին չեր երկած էր բայց չեր ցանակրված չեր բادرաստված այսինքն ես բادرաստեցի իրեն սիրային գդակ երկը եթե լսած եք եւ դժվար է Ես եւ Խաչիկ Մալխասյանը ուրեմն ամեն զախսերը ես հոգածեմ ad երկու երկերուն այդ շավոր գսիրեի վստահ եմ որ դակավին մի քանի երկեր ալգա որ մի պատրաստենք ասված ունեն մեկ երկու տարի են Աստծո հրամանով միշտ Հրայր Զաքարյան որ բոլորին նեցուկ կանգնող անցնեք շատ շնորհակալ եմ ձեր վկայության համար շնորհակալ եմ մեր հետ կիսվելու համար այն հիշադակները որ բոլորը գաղափար չունեին կամ լսած չէին միշտ բարի եկած եք ռադիո ստարզեններս եւ մենք վստահ օրմեևս հանդիպում կունենանք ավելի լավ խոսելու համար շնորհակալ եմ եւ ցտեսություն ցեզի Thank you Stacy John Բարի եկած եք Եվ շնորհակալ եմ Բարոն Ջո Բաղդադյան Հաջիս եթե կարելի է ինչ տեսակ բամը ունիկն է երգիփանի մասին Պոլ Ջունիորին հետ խոսեցեք համեստ է ունիկն է միասին աշխատին ամենից Մեծ սիրով Արդեն ես իրեն հանդիպեցա ուրեմն ես իրեն վերջին բարանտեսը 2006-ին էր
վերջին բարանտեսը Լոս Անջելես երբ որ եկան է Ջունիորին դվի իրեն վերջի բարանտեսին երկու DVD-ները եւ ինքը նվիրեց իրեն LP-ին որ պատրաստած էր Վաու հրաշալի Շնորհակալ ենք դարձյալ այստեղ եկություններուն համար Հրայր Զաքարյան ես տերունի մեկ հարցում բարոն Ջոյին պիտի հեռանա որբեսի մեր հաջորդ հյուրը միանա դարձյալ բարի եկածեք եւ ցտեսություն Thank you. Bye bye now. Bye bye. Ահավասիկ լսեցինք Հրայր Զաքարյանի վկայությունը քեղեցիկ հիշատակները, որ մեր հետ գիսվեցավ սիրելիներ։ Այսօր որքան ուրախությամբ բոլորս կհիշենք Փոլ Բաղդասյանին, որ մեր բոլորին ուրախություն կպատճառի, այո ցավալի է իր գորուստը, բայց Աստծո կամքը գա թե անթի աշխարհ բերտանք բոլորս անխդիր։ Այսինքն չի կա մեկը պիտի մնա կամ մյուսը պիտի չերտա, բոլորս պիտի երթանք եւ հանդիպենք Աստծո Իրարու Ձեր գարձիկով Պարոն Ջո Բաղդասյան ինչպես նոր սերունդը կրնա հիշատակը վար բահել Փոլ Բաղդասյանին ոչ միայն երգելով իր երգերը երգելով կամ հիշելով Ձեր գարձիկով ինչպես կրնան այդ նոր սերունդը Փոլ Բաղդասյանի հիշատակը վար բահել Հիշատակը կբահվի որոշ Անցերուս ցիրդի մեջ ինքը ինչ ապդոբություն ցկած է Փոլը ես գզարմանամ որ գլսեմ որ վերջերս բոլոր երդասարդ տղաներուն օտոներուն մեջ եւ որ բասկետբոլի խաղի երթան կամ պամի երթան հոմետմենի խաղերուն գլսեմ որ մեջ Փոլին երկերը մտիկ կնեն որ ուրեմն իրենց ցիրդի մեջ դեղ շինած ադիգա եւ ադի վստահեմ որ բիդի շարունակվի նոր հայությունը Քիչը գտնամսելու ասկեք 20 տարվա առաջին ավելի լավ է ասնոր երդասարտությունը հայերենով ավելի գսպաղին գոր հայ ագումբներում մեջ կամ մարզական բարականներում մեջ իրարու հետ միշտ միասին եւ գխոսին գոր Փոլին կյանքի մասին եւ ուրիշին so վստահ եմ որ Փոլը բիդա ապրի մեր ամեն երդասարտներու սրդի մեջ finally եթե ժամանակս եղավ Իմ գոմես Վերջինը նախքան Ռազմիկ Խանջյանին միանալ գիտեմ թե նոր սերունդին համար խոսեցանք թե ինչպես հիշատակը վար բահեն վերջապես պարոն Ջո Բաղդասյան ինչ կգարձեք Փոլը ինչպես պիտի ուզեր որ մարդիկ հիշեն զինք որպես արվեստագետ նախ եւ որպես մարդ Ձեր գարձիկով որով դուք եղբայրն եք իրեն լավ գճանչնակ Փոլը ինչպես գուզեր իր մահվնե յետ հիշվի իբր արվեստագետ եւ իբր մարդ Փոլը 2 տարեկան է մինչեւ 100 տարեկան մեկը որ ցանոթանարն է դպավորությունը գցքեր այդ որ գցքեր ինքը վստահ էր որ իր մասին միշտ ամեն մարդ պիտի հիշե եւ պիտի խոսի Թունիչ կնես կյանքիդ մեջը Այդ հիշարակը, որ ինչ-որ գմնա ուրիշներում մեջը գմեզնա, գշարունակվի իրենց մեկ ուրիշին վստահ եմ, որ Փոլին պապակը աներ, որ ես Փոլը չեմ, որ պատասխանեմ ադիգա շատ շիտակ բայց վստահ եմ, որ եթե ինձի պամը ըլլան է, ես գուզեմ, որ ամեն մարդ իմ մասից լավ բաներս է այո, ես սխալներ ռաց կրնամ լավ, բայց լավությունները ավելի է Փոլը այդ անցներ, որ ապրեցավ ամենիսին համար ինքը սխալերը վնաս չունի, ադի ամեն գմորցելին Բոլորս ալ սխալական ենք, այդ մեկը վադահական է Դարձյալ շատ շնորհակալ եմ իմ հրավերս ընդունելու համար Դիար Ջո Բաղդասյան միշտ ուրախությամբ կմիանանք այսօր եւս ուրախությամբ միացանք հուսանք հաջորդ հանդիպումները ավելի ուրախ եւ լավ լուրերու մասին հաղորդումներ լսենք որ գասկաչունի միշտ Փոլի մասին խոսիլ ուրախություն կպատճառի մենք ձեր հերանալեն յետ կպիտի լսենք ձեր ցայնակրությունը ապա երկմը եւ պիտի միանա մեր այսօր երկրորդ հյուրը Ռազմիկ Խանջյանը որ եթե չեմ սխալիր ասելի Կմունեիք Այո, իմ բարևներս իրեն, շատ բարևներս, եւ որ Լոս Անջելես եկավն է, ես աղջիկս քիչ մը հանկիչ չէ, չգրծա շատ բանել, որ մգուզեի մոդենալ կամ խոսիլ հետ կամ ամեն ինչ, բայց ժամանակը միշտ կա, ունի երկուքնից ալ իրար ուտեսնելու, հակակերս իրեն, հաջողություն իրեն,
Եվ այս կան։ Ես կխոստանամ բոլորին արջև թե հաջորդ Ռազմիկ Խանջյանին ներկա գտնվելուն Լոս Անջելես, ես անպայման ես եւ Փիերը պիտի ծանոթացնենք ցեզի եւ 4 երնիս կամ 5 երնիս հուրինալ բոլորնից միասին պիտի նստենք եւ լավ ժամանակ անցնենք։ Շատ շնորհակալ եմ Թարցիալ, ինչպես նաեւ ոչ չմոռնանք Ստիվենին մեծ բարևներ, ողջույններս Ստիվեն, շատ շնորհակալ եմ օգնելու համար։ Եթե մեկը տեսնենք Ստիվենին արկելք մգարչոք, hello Ստիվեն, կարող ենք տեսնել, շնորհակալություն պիտի հայտնեմ անցամ։ Ստիվենը ինքը օգնեց իր մեծ հորը, Աստված վահե բոլոր ծեր թորնիկները, ծեր զավակները առողջություն կցանկանամ։ Ստիվենը ամուսկոդի հավանաբար ճուզեր երևիլ կհասկանանք այդ մեկը։ Պիտի կա, այո, կսպասեմ ինչու՞ չէ։ Գլան, եղավ։ Ահա վասիկ Ստիվենն է որ իր մեծ հորը սիրով օգնեց, շատ շնորհակալություն կհայտնեմ այս բոլոր ընտանիքը ուրախ լան եւ ծերդունը միշտ մնաշեն։ 100 times thank you so much for helping. I really appreciate it, Stephen. Խնդրեմ, բարի եկացեք եւ ցտեսություն։ Thank you. Վերիշենք, նորից ապրենք մեր անցյալին, հերանից հետ կարենա, մորանամ իմ գրսկի տագիթար, լացով իշտեր, կարենա մեր սիրո բադմությունը, Իշադակները սերս երկեմ քեզ համար Իշադակ կամ հիշադակներ փարը յանալի փար է եւ հիշելը ավելի անուշ բան է եւ որ մեկուն շատ կսիրես եւ գործընծնես միշտ արժեքին գտնաս գործընծնել այդ վերջը ասիկա տասկլը մեր բոլորին որ միշտ ողջեղազադենից ծիրենք իրարու, հարկենք իրարու և միշտ միասին լանք, աս եղբորս խոսքերն են։ Գուզեմ սել, որ իր գյանքի մեջը ես որ միշտ միասին էինք, շատ կհիշեմ և ամենուն կբապմեմ, և որ ինքը Ամերիկա եկավ 1978-ին, անգեց քիչ մը վերջ, ինքը սկսավ երկել Լուսայատնովա ռեստորանի մեջ, գհիշեմ, ժողովուրդը պերնեպեր անգլեց վերածրահի մեջ և թուրսը ադոր երկու անգամը ժողովուրդը կսպասեր, որ ներս մտնեն։ Այդ ուրախ օրերը միշտ գհիշեմ և Գաբրիմ հետը, որով ինքը այն օրերուն հիմը տրավ իր հաջողության անսահման երկերու դարազությունը։ Իշադակներ սերս երկեմ քեզ համար Հայ աստղերը հաղորդաշարը Radio Stars-ն